Իրոք ոստիկանության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ է կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ դիցուկ 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ոստիկանության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել 324 դեպք, որից 122-ը իրացման դեպք, 150-ը պահելու դեպք։ Նշված դեպքերից մոտ 45 հատը սինթետիկ թմրանյութեր են։ Իրոք մտահոգիչ է։ Եթե կա դեպքեր, նաև ես վստահ եմ, որ կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ։ Այդ իսկ պատճառով 2023 թվականը ոստիկանության կողմից հայտարարվել թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարության ծրագիր թմրամիջոցների դեմ պայքարի ավելի արդյունավետ դարձնելու համար, համագործակցում են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, բացատրական աշխատանքներ են կատարում անչափահասների, արդեն սկսել ենք աշխատանքները անչափահասների և երիտասարդության շրջանակներում, նախատեսվում ենք նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որը նաև կներգրավեն վարժեցված հատուկ շներ, նաև ակնկալում ենք հանրության աջակցությունը այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում է համացանցի, գիտենք, որ այսօր ամենաշատ տարածվածը համացանցի միջոցով է, 2022 թվականին ոստիկանությունում ստեղծվեց, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Եվ նշեմ, որ բավականին արդյունավետ աշխատանքներ ծավալվեց և ունեցանք բավականին լավ արդյունքներ։ 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք, որը բոլորիս հայտնի Telegram կանալով։ Եվ դրա հետ կապված մենք նախատեսում ենք նաև ավելի ընդլայնենք այդ բաժինը և սարքենք վարչություն։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Ես նաև մի հարցի կուզեի մենք բոլորս ուշադրություն դարձնենք։ Ես ինքս ականատես եմ եղել նմանատիպ տելեգրամյան ալիքների գովազդին, օրինակ դպրոցների շինությունների հարակից տարածքներում, և իհարկե ահազանգից հետո դրանք մաքրվել են, բայց նորից նույն տեղում անգամ բերում և նորից այդ գովազդները պատերի վրա գրում են։ Սրանք ուզեի անպայման ուշադրություն դարձնենք։ Ես ինքս փորձեցի մտա այդ տելեգրամյան ալիքներով ու այո, այնտեղ ժամանակակից մարքեթինգային հնարքներ են օգտագործվում ներգրավելու համար մարդկանց, շահագրգռելու համար։ Այդպես կուզեի, որ հատկապես որովհետև երիտասարդացել է օգտագործողների թիվը, նաև սրա վրա պետք է լրջագույն ուշադրություն դարձնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կանենք ամեն ինչ և ես ուզում եմ վստահեցնել, որ տարվա վերջ կունենանք բավականին դրական արդյունքներ և ցուցանիշներ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։